Նախորդ դասերում մենք ձեր հետ ծանոթացանք, թե ինչպես կարելի է ստեղծել նոր դոկումենտ Photoshop-ում։ Այժմ եկեք ծանոթանանք Photoshop-ի ինտերֆեյսի հետ։ Դրա համար եկեք ստեղծենք նոր դոկումենտ։ Արդեն մեր ստեղծած դոկումենտներից, որ մենք save էինք կարել, այստեղ մենք կբացենք այս 500-400 ստեղծված փաստաթուղթը եւ այժմ եկեք ծանոթանանք Photoshop-ի ինտերֆեյսի հետ։ Ինչպես դուք տեսնում եք, այս ինտերֆեյսը նման է բոլոր Adobe ծրագրերի ինտերֆեյսներին եւ բաղկացած է պանելներից։ Աջ կողմում մենք ունենք գործիքները, այսինքն tools-երի պանելը, որը կարող է տեղափոխել։ Վերևը մենք ունենք control պանելը, որը դուք հիմա տեսնում եք։ Ամեն մի համապատասխան գործիք ընտրելուց պանելի վրա մենք տեսնում ենք նրա հատկությունները եւ control պանելով մենք կարող ենք կարգավորել նրա հնարավորությունները։ Աջ կողմում մենք ունենք պանելներ, որոնց ամեն մեկը ներկայացնում է կոնկրետ ինչ-որ մի հատկություն, ասենք գույների կամ layer-ների պանելներ։ Այս պանելների հետ կարելի է աշխատել եւ տեղափոխել նրանց, ինչպես մենք ցանկանանք ստեղծելով workspace-ը։ Workspace-երը մենք կարող ենք գտնել աջ կողմում այս icon-ից, եթե մենք բացում ենք, ապա Photoshop-ում կան աշխատանքային միջավայրներ, որոնք անգլերեն կոչվում են workspace-ը, եւ ամեն մի workspace իրեն մեջ պարունակում է համապատասխան պանելների դասավորություն։ Այդ դասավորությունը թույլ է տալիս ձեզ ունենալ մուտք դեպի այն պանելները, որոնք ձեզ օրինակ պետք են նկարչության համար։ Եթե դուք օրինակ աշխատում եք 3D-ով, ապա այստեղ ակտիվանում են այն պանելները, որոնք դուք օգտագործելու եք 3D կրեատիվ աշխատանքներ ստեղծելու համար։ Ամեն մի պանելը կարելի է այստեղից վերականգնել, reset անելով, եթե դուք խախտել եք որևէ մի պանել, ասենք դուրս եք բերել եւ այստեղ կարող եք անել նրան reset վերադարձնելով, որպեսզի դուք ընտրեք ըստ նախադրվածքով դրված պանելների կառուցվածքը։ Բացի այս icon-ից workspace-ները նաեւ կարելի է գտնել Windows-ում եւ այստեղ կարելի է ինչպես ստեղծել նոր workspace, տալով նրան անուն, ասենք անունը, save անելով եւ համապատասխան դուք այժմ այն կարող եք գտնել workspace-երում։ Բացի դրանից, եթե այստեղ մենք բացենք workspace, delete workspace, ապա այստեղից մենք կարող ենք գտնել մեր օրինակ ասենք այս պանելը, որը հիմա ակտիվ է եւ մենք այնի չենք կարող ջնջել, դրա համար եթե մենք ասենք essential-ի մեջ ենք եւ բացենք այստեղից պանելը տանք delete, ապա այստեղ դուք տեսնում եք մեր ստեղծած նոր workspace-ը, որը կարելի է այստեղից delete անել։ Բացի դրանից, եթե մենք տեղափոխում ենք որևէ գործիքներ, գործիքները ունեն edit պանել, որը մենք հետագայում ավելի մոտիկից կծանոթանանք, որը թույլ է տալիս ձեզ ստեղծել հատուկ տիպի tools պանելներ, որը դուք ցանկանում եք օգտագործեք, եւ եթե դուք այստեղից սեղմ եք համապատասխան աջ կլիկով մաուսի վրա, դուք տեսնեք, որ այստեղ կա reset tools եւ reset all tools հրամանները, որը հնարավորություն է տալիս վերականգնել այն գործիքները, որոնք ըստ նախադրվածքի դրված են եղել Photoshop-ի ինտերֆեյսում։ Բացի դրանից preference պանելում մենք հնարավորություն ունենք ինտերֆեյսի հետ աշխատելիս, եթե մենք գանք preference interface,
Այստեղից մենք կարող ենք ընտրել մենք ինտերֆեյսի գույնը, սևից սպիտակ։ Բացի դրանից մենք ստեղ կարող ենք ընտրել նաև highlight color-ները, այսինքն օրինակ տեսնում եք դուք այստեղ layer-ի նշված ընտրված layer-ը ներկվում է կապույտ գույնով, այստեղ էլ preference-ում եթե ուշադրություն դարձնենք, default-ով այն մոխրագույն է։ Այստեղ ունենք այլ կարգավորումներ, որոնցով կարելի է ընտրել background-ի գույնը, full screen-ը, համապատասխան փոփոխել նաև կարող ենք տեքստի, այս վերևի տեքստի ինտերֆեյսի լեզուն, եթե հնարավորություն կա, ինչպես նաև կարող ենք փոփոխել նրան չափը, եթե դուք օրինակ աշխատում եք մեծ դիսպլեյների վրա, ապա կարող եք այն փոփոխել։ Կա UE scaling, որը թույլ է տալիս մեծացնել ինտերֆեյսը համապատասխանում է դիսպլեյների վրա, եւ բացի դրանից այլ կարգավորումներ, որոնք հնարավորություն են տալիս փոփոխել մեր ինտերֆեյսը։ Ստեղից օրինակ եթե մենք անում ենք աջ կլիկ մեր background-ի վրա, ապա մենք կարող ենք փոխել այս շրջապատի գույնը background-ի black, light gray, default, կամ եթե ցանկանում ենք կարող ենք ընտրել ցանկացած գույն Photoshop-ում աշխատելու համար։